Հարգելի գործընկերներ, պատվավոր հյուրեր և համաժողովի սիրելի մասնակիցներ, իրական հպարտություն և մեծ պատիվ է մեր երկրի համար հյուրընկալել այս կարևոր միջազգային համաժողովը և նրա մասնակիցներին։ Հավատացած ենք, որ այս օրերը լինելու են բովանդակալից քննարկումների և արդյունավետ համագործակցության օրեր, ավելին ձեզ մոտ թողնելու են մեր հյուրընկալ երկրի մասին հիշարժան տպավորություններ։ Սույն ելույթում կանդրադառնամ դատական իշխանության անկախության և օրենքի գերակայության վերաբերյալ ներպետական մարտահրավերներին, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ընտրել է ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելու ուղին և դրան հասնելու միջոցը նախ և առաջ առկա խնդիրները բացահայտելն ու դրանց մասին բարձրաձայնելն է։ Հակիրճ կանդրադառնամ դատական իշխանության անկախության նվազեցման ուղղված օրենսդրական զարգացումներին, նոր օրենսդրությամբ դատավորների վարձատրությանը ոչ համարժեք կենսաթոշակ սահմանելու խնդրին, դատավորների ընտրության, նշանակման և առաջխաղացման գործընթացներում առկա խնդիրներին, կարգապահական բարույթների իրականացմամբ դատավորների այսպես կոչված վեթինգ իրականացնելու և նրանցից ձերբազատվելու խնդրին, Հայաստանի Հանրապետության դատավորների միության գործունեության ըստ էության միջամտելու, այդ կերպ նաև մասնագիտացված միջազգային միություններին անդամակցությունը սահմանափակվելուն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունման փաստին։ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության կազմակերպման և գործունեության հիմունքները նախատեսված են 2018 թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտած և ներկայում գործող Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով, որով ուժը կորցված է ճանաչվել դեռևս 2007 թվականին ընդունված դատական օրենսգիրքը և դադարեցվել են դատական իշխանության անկախությունը երաշխավորող իրավանախորդ կառույցի Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները։ 2018 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում է նոր սահմանադրական մարմին Բարձրագույն դատական խորհուրդը, որը կոչված է երաշխավորելու դատավորների և դատական իշխանության անկախությունը առաջին հերթին օրենսդիր և գործադիր մարմիններից։ Վերոնշյալ սահմանադրական մարմնի ստեղծման անհրաժեշտությունը հիմնավորվել է կայուն իրավական համակարգեր և հարուստ իրավական ավանդույթներ ունեցող եվրոպական երկրների առաջավոր փորձը, ստանդարտներն ու առաջարկները տեղայնացնելով։ Դրանց լույսի ներքո վերլուծելով գործող դատական օրենսգրքի իրավակարգավորումների որակական կողմը և դրանց պրակտիկ կիրառման դրսևորումները կարող ենք արձանագրել հետևյալը. Սկզբնական խմբագրմամբ դատական օրենսգրքում կատարված բազմաթիվ լրացումներով և փոփոխություններով, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի անհամարժեք գործունեության հետևանքով, օրենսդիր և գործադիր մարմիններից դատական իշխանության ինքնավարությունը և անկախությունը աստիճանաբար սահմանափակվել են։ Գործող իրավակարգավորումների համաձայն Բարձրագույն դատական խորհուրդը ձևավորում է 10 անդամներից, որոնցից 5-ը դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված դատավորներ են, 5-ը ոչ դատավոր անդամներ։ Վերջիններս ընտրվում են ազգային ժողովի ըստ էության այդ մարմնում քաղաքական մեծամասնություն կազմող ուժի կողմից։ Եվրոպական ստանդարտների համաձայն խորհուրդը կարող է բաղկացած լինել բացառապես դատավորներից, իսկ եթե այն ունի խառը կազմ, անդամների կազմի մեծամասնությունը պետք է լինեն դատավորներ, խորհրդի նախագահը պետք է լինի դատավոր։ Այլ կերպ, այս մասով Հայաստանի Հանրապետությունում գործող իրավակարգավորումը չի բխում դատական իշխանության անկախությունը երաշխավորող մարմնի ձևավորման եվրոպական ստանդարտներից, ընդ որում այն նաև հետքայլ է նախկին դատական օրենսգրքի կարգավորումից, այն առումով, որ Արդարադատության խորհրդում դատավոր անդամները կազմում են որակյալ մեծամասնություն, խորհրդի նախագահը մշտապես դատավոր էր։ Խորհրդի ոչ դատավոր անդամների ընտրության գործընթացի ուսումնասիրությունները վկայում են, որ այդ պաշտոնում առանց մրցույթի և ոչ հրապարակային քննարկումների արդյունքներով ազգային ժողովի կողմից ընտրվում են մեծամասամբ քաղաքական հետագիծ ունեցող, ժամեր առաջ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, որի հետևանքով դատական իշխանության և դատավորների անկախության հարցերով կարևոր որոշումներ կայացնելիս խորհրդի անդամների ուղիղ կեսն ի սկզբանե ունի արմատացած կանխակալ դիրքորոշում։ Մինչդեռ խորհրդի ոչ դատավոր անդամները չպետք է լինեն ակտիվ քաղաքական գործիչներ, գործադիր և օրենսդիր իշխանության անդամներ, ընդ որում նման պաշտոնում պետք է ընտրվեն ոչ միայն իրենց մասնագիտական կարողությունների և փորձի, այլև դատական կյանքի և անկախության մշակույթի ընկալման հիման վրա, և եթե ընտրվում են խորհրդարանական մեծամասնության կողմից, պետք է ստանան ընդդիմադիր ուժերի զգալի աջակցությունը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Բարձրագույն դատական խորհուրդ ընտրված ոչ դատավոր անդամների գերակշռող մեծամասնությունը չեն ստացել ընդդիմադիր ուժերի աջակցությունը, իսկ խորհրդում իրենց առաքելությունը ավարտելու ժամանակահատվածում
իրենց գործընկեր խորհրդի անդամների ներկայացմամբ եւ ազգային ժողովի որոշմամբ ընտրվում են եւ պաշտոն են ստանում դատական համակարգի ամենաբարձր ատյանում վճռաբեկ դատարանում։ Գործող իրավակարգավորումների համաձայն խորհրդի դատավոր անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողով, ինչը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, սակայն նույնիսկ այդ գործընթացը հարթ չի ընթանում, արձանագրվել են դեպքեր, երբ քաղաքական պաշտոնից խորհրդի նախագահի պաշտոնին փոխադրված անձը խորհրդի պաշտոնական կայքով ուղղակիորեն միջամտել է խորհրդի դատավոր անդամի ընտրության գործընթացի վրա։ Կարծում ենք, որ նման խնդրահարույց ընթացակարգով ձևավորված խորհուրդը, հատկապես ոչ դատավոր խորհրդի նախագահի պաշտոնավարման եւ դատավոր անդամների ընտրության գործընթացների վրա միջամտության, խորհրդի կողմից կոնսենսուսային տրամաբանության որոշումներ կայացնելու պայմաններում չի կարող ապահովել դատական իշխանության եւ դատավորների անկախությունը իշխանության մյուս թևերից։ Գործող դատական օրենսգրքի սկզբնական տեքստում կատարված օրենսդրական փոփոխություններով եւ լրացումներով էականորեն նվազեցվել են դատավորների անկախությունն ու անձեռնմխելիությունը երաշխավորող կարգավորումները։ Մասնավորապես, եթե սկզբնական խմբագրությամբ դատական օրենսգրքի համաձայն կարգապահական վարույթի արդյունքներով դատավորի լիազորությունները հնարավոր էր դադարեցնել խորհրդի 7 անդամների ձայնով, ներկայում դա հնարավոր է 6, իսկ խորհրդի որևէ անդամի բացակայության պայմաններում նույնիսկ 5 ձայնով։ Այլ կերպ, խորհրդի դատավոր անդամները, հատկապես այն իրավիճակում, երբ խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում է եւ նիստերն ի պաշտոնը ղեկավարում է քաղաքական իշխանությունից ժամեր առաջ տեղափոխված խորհրդի ոչ դատավոր անդամը, դատական իշխանության եւ դատավորների անկախության կարևորագույն հարցերի լուծման ժամանակ ոչ դատավոր անդամները խորհրդում չունեն նույնիսկ հավասար ձայնի իրավունք։ Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունը կատարելիս խորհուրդը դրան առանձնապես չի ընդդիմացել, մինչդեռ եվրոպական ստանդարտները պարտավորեցնում էին նախքան խորհրդանական լսումներն առնվազն բարձրագույն դատական խորհրդի հետ քննարկել բոլոր այն օրինագծերը, որոնք կարող էին ազդեցություն ունենալ դատական համակարգի գործառույթների, մասնավորապես դատական համակարգի անկախության վրա։ Փաստ է, որ դատավորների ձայնը նման կարևորությամբ օրենսդրական ակտեր ընդունելիս, եթե անգամ լսվել է, մշտապես անտեսվել է, իսկ ոչ դատավոր անդամներով վերը նկարագրված հանգամանքներում համալրված խորհուրդը դժվար թե հանդես գար դատական իշխանության անկախությունը իրապես երաշխավորողի դիրքից։ Օրենսդրական նման փոփոխություններից մեկի հակասահմանադրականությունը վերջերս 2015 թվականի ապրիլի 22-ին փաստվել է նաև սահմանադրական դատարանի որոշմամբ, որով արձանագրվել է խորհրդի 5 անդամների ձայնով դատավորի լիազորությունները դադարեցնելու կարգավորման ոչ իրավաչափ լինելը։ Ընդ որում, հաշվի առնելով կարգապահական վարույթի արդյունքներով լիազորությունները դադարեցված դատավորի վերաբերյալ վարույթը չվերսկսելու առկա նախադեպը, երաշխիքներ չկան, որ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման հիման վրա իր կայացրած սկզբնական որոշումը խորհուրդը այնուամենայնիվ վերանայելու է։ Գործող դատական օրենսգրքի եւ դրան փոխկապակցված այլ նորմատիվ իրավական ակտերի կարգավորումներով բարձրացվել է դատավորի վարձատրությունը, ինչը ողջունելի երևույթ է, սակայն միևնույն ժամանակ 50%-ի չափով փաստացի նվազեցվել է կենսաթոշակը, որը համարժեքորեն երաշխավորված էր նախկին դատական օրենսգրքի կարգավորումներով։ Մինչդեռ եվրոպական ստանդարտների համաձայն դատավորների անկախության սոցիալական բաղադրիչներից կենսաթոշակը ևս պետք է լինի ողջամիտ եւ ամենակարևորը համարժեք վարձատրությանը։ Դատավորների ընտրության եւ նշանակման մասնագիտական առաջխաղացման որոշումները կայացնելիս ԲԴԽ աշխատանքը թափանցիկ չէ, որոշումները չեն հիմնավորվում եւ պատճառաբանվում։ Վերոնշյալ որոշումները ընդունելիս խորհրդի նիստերը դռնփակ են, չեն ձայնագրարվում, ինչը թույլ է տալիս դատավորների թեկնածուների եւ առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակները կազմելիս, հաստատելիս եւ նշանակման առաջարկ ներկայացնելիս առաջնորդվել նաև սուբյեկտիվ չափանիշներով, որոշումներ կայացնել զուտ քվեարկության արդյունքներով, արժանի անձանց ցուցակից անելով, դատավոր չնշանակելով կամ առաջխաղացման չներկայացնելով։ Արդյունքում դատավորների թեկնածուները կամ դատավորները, որոնց մերժման պատճառները այդպես էլ հայտնի չեն դառնում, դրանց հնարավոր չէ ծանոթանալ նաև խորհրդի նիստի թղթային արձանագրություններից, զրկվում են իրենց առնչվող խորհրդի որոշումը բողոքարկելու իրավունքից, քանի որ նախ սահմանադրական դատարանի 1691 որոշմամբ փաստվել է ԲՏԽ վերոնշյալ որոշումների բողոքարկման իրավական անհնարինությունը, թեև նույն որոշմամբ նաև ընդգծվել անբողոքարկելի այդ որոշումները առավել խորությամբ պատճառաբանելու անհրաժեշտությունը, բացի այդ,
Օրենքով նախատեսված չէ նաև վերոնշյալ որոշումները խորհրդին կամ արտադատական այլ մարմին բողոքարկելու իրավական մեխանիզմ։ Խնդրահարույց է նաև հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու եւ դատավորների թեկնածուների ցուցակում այդ անձանց ընդգրկելու եւ առաջնահերթությամբ դատավորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ դատական օրենսգրքում 2022 թվականին կատարված լրացումը։ Առանց նախնական վերապատրաստման մեր պարագայում Արդարադատության ակադեմիայում ուսուցում անցնելու դատավորի պաշտոնը ստանձնած որևէ անձ չի կարող պատշաճ կարգով իրականացնել իր առաքելությունը, պաշտպանել դատավորի անկախությունը, բարձրացնել դատական համակարգի որակը եւ արդյունավետությունը։ Բացի այդ, վերոնշյալ նոր իրավակարգավորումը խախտում է Արդարադատության ակադեմիան ավելի վաղ ավարտած եւ իրենց նշանակմանը սպասող դատավորների թեկնածուների դատավորի պաշտոնում առաջնահերթությամբ նշանակվելու իրավաչափ շահերն ու լեգիտիմ ակնկալիքները։ Արդյունքում խորհրդի անդամների զուտ քվեարկության արդյունքներով դատավորի պաշտոնում են նշանակվել նաև բացասական բարեվարկությամբ, քրեական վարույթով անցնող, նույնիսկ ոչ արդարացնող հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձինք, որոնց մի մասը նշանակվել են անգամ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից նրանց նշանակելու վերաբերյալ խորհրդի առաջարկությունը առարկություններով վերադարձվելուց հետո դարձյալ առանց հիմնավորման։ Կարծում ենք, որ անընդունելի է նաև իրենց լիազորությունների իրականացման ժամկետի ընթացքում խորհրդի դատավոր անդամների առաջխաղացումների արատավոր պրակտիկայի խրախուսումը, այն չի բխում նաև դատական օրենսգրքի կարգավորումներից։ Մասնավորապես, օրենսգրքում նախատեսված է խորհրդում դատավոր անդամների ատյանային ներկայացվածության իմպերատիվ պահանջ, որի պայմաններում, եթե դատավոր անդամը խորհրդում պաշտոնավարելու ժամկետում հավակնում է պաշտոնական առաջխաղացման, պետք է ինքնակամ հեռանա, ապահովելով խորհրդում բոլոր ատյանների ներկայացվածության վերոնշյալ պահանջը։ Մի քանի խոսք կարգապահական վարույթների վերաբերյալ։ Նախապես թիրախավորված դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների իրականացման միջոցով խորհուրդը փաստացի իրականացրել է այսպես կոչված դատավորների վեթինգ, որը խորհրդի նախագահը ընդունել է հրապարակավ, այդ իրողությունը ներկայացնել է որպես իր պաշտոնավարման ընթացքում դատական համակարգի առողջացման փաստարկ։ Ընդ որում, կարգապահական վարույթների միջոցով դատավորների վեթինգի իրականացումը գործնականում անհնար էր, եթե չլիներ կարգապահական վարույթ հարուցող մարմիններից մեկի, տվյալ դեպքում Արդարադատության նախարարին խորհրդին ցուցաբերած գործուն աջակցությունը։ Եվրոպական չափանիշներով դատավորների վեթինգը չափազանց խնդրահարույց գործընթաց է, քանզի կարող է օգտագործվել որպես գործիք եւ չարաշահվել քաղաքական առումով անցանկալի դատավորների ձերբազատվելու նպատակով։ Նման գործընթաց նախաձեռնվելու դեպքում այն պետք է իրականացվի անկախ կառույցի կողմից, իսկ դատական խորհուրդները այս գործընթացում պետք է ունենան դատական իշխանության անկախությունը պաշտպանելու դեր։ Մեր դեպքում քաղաքական պաշտոններ զբաղեցնելուց րոպեներ անց խորհուրդ տեղափոխված անդամները անձամբ են դատավորների վեթինգ իրականացրել, թեև այդ գործընթացը պետք է իրականացներ որևէ անկախ մարմին, բնականաբար կարգապահական վարույթների շրջանակներից դուրս, իսկ խորհուրդն այդ գործընթացում միայն երաշխավորել դատական իշխանության անկախությունը։ Եվրոպական ստանդարտների համաձայն Արդարադատության նախարարի կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վտակում է դատական իշխանության անկախությունը։ Ուստի պետք է այն վերացնել, այդ լիազորությունը կենտրոնացնել բացառապես մեկ մարմնի, հասարակության ներկայացուցիչների բավարար մասնակցություն ունեցող դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ձեռքում, որպեսզի մարմին ձևավորվել է եւ տևական ժամանակ արդյունավետորեն գործում է։ Մինչդեռ կարգապահական վարույթ հարուցող մարմինը չպետք է ամբողջապես բաղկացած լինի ոչ դատավոր անդամներից, որպեսզի չափանիշը Արդարադատության նախարարի կողմից միայնձնյա վարույթ հարուցելու եւ վարույթի ընթացքն ու արդյունքը կանխորոշող որոշումներ կայացնելու պարագայում չի ապահովում։ Արդարադատության նախարարի դեռևս պահպանվող վերոնշյալ գործառույթի իրացմամբ եւ վեթինգի իրականացման ծրագրի շրջանակներում կարճ ժամանակահատվածում դադարեցվել է մի շարք հեղինակավոր դատավորների լիազորություններ, ընդ որում այդ գործընթացի ոչ իրավաչափությունը ներկայում ոչ միայն վիճարկվում է մասնավորապես մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այլև արձանագրվել է ներպետական մակարդակով սահմանադրական դատարանի որոշումներով։ Մասնավորապես խորհուրդը խախտել է հետևյալ իրավունքները. դատավորների կողմից իրենց վերաբերյալ խորհրդում քննվող կարգապահական վարույթին մասնակցելու, լսվելու, ներկայացուցիչի միջոցով իր շահերը ներկայացնելու,
հրապարակային դատաքննության իրավունքները, ընդ որում նույնանման խախտումների համար զուգահեռաբար խորհուրդը դադարեցրել է բազմաթիվ դատավորների լիազորություններ։ Ավելին, այդ դատավորի իրավունքների վերոնշյալ խախտումները նույնիսկ ՍԴ որոշմամբ արձանագրվելու պայմաններում կարգապահական վարույթի վերսկսման եւ խախտված այդ իրավունքները վերականգնելու իրավական հիմքեր խորհուրդը չի տեսել։ Անտեսել է այդ մարմնի որոշումը եւ դատավորի լսվելու, նիստին մասնակցելու, նյութեր եւ փաստարկներ ներկայացնելու իրավունքը այդպես էլ չվերականգնելով գրավոր ընթացակարգի կիրառմամբ սկզբնական իր որոշման վերանայումը մերժել է։ Ավելին, անվիճելի փաստ է, որ կարգապահական վարույթների ելքի վրա մեծապես ազդել է խորհրդի նախագահի եւ արտահայտության նախարարի միջեւ բացի նախկինում առկա աշխատանքային հարաբերություններից, նաեւ ընդհանուր տնտեսական շահերի առկայությունը։ Վերոնշյալ պաշտոնյաների միջև տնտեսական եւ ֆինանսական կապի առկայությունը արձանագրել է միջազգային դատական ատյանը, մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որի հիման վրա փաստել է, որ ԲԴԽ նախագահի անաչառության հետ կապված դատավորի ներկայացրած բացարկի միջնորդությունը լուծելիս խորհուրդը դատավորին բավարար դատավարական երաշխիքներ չի տրամադրել, իսկ կարգապահական վարույթը քննող խորհրդի նախագահան անաչառ չի եղել։ Մինչդեռ վերը նկարագրված իրավիճակը, երբ կարգապահական վարույթներ հարուցողը, տվյալ դեպքում արտահայտության նախարարը ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունի կարգապահական վարույթները լուծող մարմնի, մեր դեպքում որպես դատարան հանդես եկող խորհրդի նախագահի վրա, դատավորների անկախության նկատմամբ ուղղակի միջամտություն է եւ օրենքի գերակայության սկզբունքի խախտում։ Դեռ ավելին արձանագրվել է, որ որպես դատավոր հանդես եկող խորհրդի նախագահը կարգապահական վարույթների խորհրդում քննելու պահին բարբերաբար էքս պարտե շփումներ է ունեցել այդ վարույթները հարուցած արդարադատության նախարարի հետ, որն ընդունել է այդ հանդիպումների փաստը բացահայտվելուց հետո հիմնավորումներ ներկայացնելով։ Ընդ որում վերոնշյալ երկու պաշտոնյաների պաշտոնավարման ընթացքում նրանց անմիջական մասնակցությամբ անօրինական կարգով նախաձեռնել եւ իրականացվել են բազմաթիվ կարգապահական վարույթներ, արդար դատաքննության իրավունքի խախտման պատասխանատվության են ենթարկվել, այդ թվում պաշտոնազրկվել նախապես թիրախավորված բազմաթիվ դատավորներ, եւ այդ կերպ կարճ ժամանակահատվածում դատավորների մոտ ձևավորվել է ահաբեկման մթնոլորտ։ Վերոնշյալ մթնոլորտի պայմաններում խորհրդի նախագահի հանձնարարությամբ դատական դեպարտամենտը պատրաստել եւ հրապարակել է հնչեղ գործերով ոչ ցանկալի դատական ակտեր կայացած դատավորների վերաբերյալ տեսանյութ, որի հիման վրա արդարադատության նախարարը այդ գործերով քննության ողջամիտ ժամկետները խախտելու պատրվակով անմիջապես հարուցել է կարգապահական վարույթներ եւ ուղարկել խորհուրդ։ Խորհուրդը իր աշխատակազմ դատական դեպարտամենտի վերոնշյալ ոչ իրավաչափ գործողությունները ոչ միայն չի դատապարտել, այլ համապատասխան միջնորդությունները արտահայտության նախարարությունից ստանալով այդ գործընթացը հասցրել է ցանկալի նպատակի դատավորների լիազորությունները դադարեցնելով։ Որպես վետինգ իրականացնելու եւ ոչ ցանկալի դատավորներից ձեռքբազատվելու գործիք օգտագործվել է նաեւ դատավորների գերծանրաբեռնվածության հանրահայտ փաստը, թեև այդ խնդրի լուծումը հաշվի առնելով առկա համակարգային տևական, դրա համակարգային տևական եւ շարունակական բնույթն ու ծավալները, օբյեկտիվորեն դուրս էին կոնկրետ գործերը քննող դատավորների եւ նրանց աշխատակազմերի լուսման տիրույթից։ Նման վարույթներ արդարադատության նախարարը ըստ էության կարող է հարուցել բոլոր դատավորների նկատմամբ։ Ոչ ցանկալի դատավորների երկրորդ խմբի լիազորությունները խորհուրդը դադարեցրել է միեդի կողմից արձանագրված խախտումներ թույլ տալու հիմքով։ Այն դեպքում, երբ դատավորի կողմից ենթադրյալ տվյալ իրավախախտումը կատարելու գերակշռող դեպքերում դատական օրենսգրքում նույնիսկ համապատասխան իրավակարգավորում գոյություն չուներ եւ դատավորները չէին կարող կանխատեսել, որ հնարավոր է կարգապահական տուժի ենթարկվեն ենթադրաբար թույլ տրված իրավախախտման արձանագրումից նաեւ 1 տարի հետո։ Մասնավորապես դատական օրենսգրքում 2022 թվականին կատարված հերթական փոփոխությամբ, որի ակունքներում կանգնած էր ավելի ուշ խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնած նույն անձը, օրենքին ոչ իրավաչափորեն տրվելով հետադարձություն, նախատեսվել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորություն, ուշադրություն, եթե դատավարական խախտումներ թույլ տալու փաստն արձանագրած միեդի ակտօրինական ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի։ Արդյունքում իր նախկին տեղակալի այլևս արդարադատության նախարարի հետ համագործակցելով խորհրդի նախագահի առաջնորդությամբ
Կարգապահական վարորդների շրջանակներում դադարեցվել են նախապես թիրախավորված բազմաթիվ դատավորների լիազորություններ, անտեսելով սահմանադրական սկզբունքը, ըստ որի անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն։ Ընդ որում, վերոնշյալ որոշումները կայացրած խորհրդի անդամների մի մասը կարճ ժամանակ անց ունեցել է պաշտոնական առաջխաղացում, այն է, ազգային ժողովի կողմից ընտրվել է լիազորությունների դադարեցման հետևանքով թափուր մնացած դատավորների պաշտոններում։ Կարգապահական վարորդները քննելիս խորհուրդը զերծ չի մնացել նաև տարբերակված մոտեցում ցուցաբերելու պրակտիկայից, մասնավորապես դատավարական ժամկետների կամ միեդի կողմից արձանագրած խախտումների համար ոչ ցանկալի դատավորների լիազորությունները դադարեցնելու հետ մեկտեղ, կարգապահական վարորդի քննության եռամսյա ժամկետը խախտելու, կարգապահական պատասխանատվության ավելի մեղմ ուժի միջոց կիրառելու կամ այլ եղանակներով չի դադարեցրել համանման խախտումներ թույլ տված, սակայն լոյալ դատավորների, այդ թվում խորհրդի դատավոր անդամի լիազորությունները։ Դատական իշխանության անկախության խնդրի մասին հրապարակայնորեն բարձրաձայնող դատավորների ձերբազատվելու գործիքը խորհրդին քննադատական խոսք ուղղելու համար կարգապահական վարորդների նախաձեռնում դատական իշխանության իբր հեղինակազրկելու կամ վարկաբեկելու հիմնավորամբ լիազորությունների հապճեպ դադարեցումն է, որը իրականացվել է հրապարակայնության սկզբունքի, դատավորների արդար դատաքննության եւ այլ իրավունքների բացահայտ ոտնահարմամբ։ Մինչդեռ դատական իշխանության գործունեությունը հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց է, որի քննարկումը որպես կանոն գտնվում է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի բարձր պաշտպանության ներքո։ Եթե նույնիսկ քննարկվող հարցը ուներ քաղաքական ենթատեքստ, ինքնին դա դատավորին չէր զրկում այդ թեմայի շուրջ արտահայտվելու, այդ թվում բարձրագույն դատական խորհրդին քննադատելու հնարավորությունից։ Այն, որ դատական իշխանության անկախությունը երաշխավորելու առումով խորհրդի ոչ պատշաճ աշխատանքը դատավորներին քննադատության հիմքեր ողջամտորեն տալիս էին, վերը ներկայացրեցի։ Ուստի դատական իշխանության անկախությանն առնչվող թեմաներով դատավորը ոչ միայն իրավունք ուներ, այլև պարտավոր էր արտահայտվել եւ դրա համար նա չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության։ Ամփոփելով ելույթս եւ չարաշահելով ձեր համբերությունը, կցանկանայի պատասխանել մեկ հարցի, հետեւյալ հարցին. ինչպես պետք է անվանվի մասնագիտացված ազգային միությունը, որը միավորում է բացառապես դատավորների եւ որը կոչված է նպաստել դատական իշխանության եւ դատավորների անկախության եւ հեղինակության բարձրացմանը, անկախ դատական իշխանության զարգացմանը, դատական իշխանության եւ դատավորների նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը։ Զարմանալի է, բայց անհերքելի փաստ, որ 2023 թվականի նոյեմբերի 27-ին դատական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում օրենսդրական լրացումներ կատարելու եւ դրանց ոչ իրավաչափորեն հետադարձություն տալու միջոցով դատավորներին միավորող կազմակերպություններին փաստացի միակ այդպիսի կազմակերպություն հանդիսացող 1997 թվականից գործող Հայաստանի Հանրապետության դատավորների միությանը արգելվել է իր անվան մեջ օգտագործել դատավոր բառը։ Նման օրենք ընդունելու փաստն ինքնին հաստատում է, որ դատական իշխանության անկախությունն ապահովելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության դատավորների միության եւ նրա ղեկավարության գործունեությունը ընթանում է ճիշտ ուղղությամբ, համոզված եմ, որ դատավորների եւ դատական իշխանության իրական խնդիրների մասին բարձրաձայնող ըստ էության միակ կառույցը Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը կշարունակի իր գործունեությունը թե ներպետական, թե միջազգային հարթակներում, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատավորների իրավաչափ շահերը, պատվով եւ արժանապատվությամբ կրելով դատավորների անունից հանդես գալու իրավունքը։ Շնորհակալություն։